Ըստ էության Լավրովը բաց տեքստով հասկացրեց, որ հերթական անգամ հասկացրեց, դրանից առաջ մի 50 անգամ Օվերչուկներ այդ մասին խոսել, որ ԵԱՏՄ եւ ԵՄ տնտեսական բլոկները դրանք անհամատեղելի է, երբ խոսեց ռեկորդային ապրանքաշրջանառության մասին Ռուսաստան-Հայաստան, ակնարկը այն էր, որ դրանից զրկվելով Հայաստանի առանց այդ էլ վատ վիճակում գտնվող տնտեսությունը, որը մի քիչ իր թոքերը բացել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, մենք բոլորս հասկանում ենք, թե այդտեղ ինչ է կատարվում, ուղղակիորեն ջախջախվելու է։ Եթե այս ֆոնին գումարում ենք նաև Իրանի հետ, կարծես թե ոտք բարձրացող լարվածությունը, որովհետև առաջի անգամ Իրանը խախտելով դիվանագիտական էթիկայի իր մշտական զսպվածությունը բաց տեքստով ասաց, մենք մտահոգված ենք, որ Հայաստանը դառնում է Իրանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների կայանատեղի։ Այս ամենը մենք որ գումարում ենք, ես ուղղակի վախենում եմ պատկերացնել ինչա լինելու Հայաստանի հետ, եթե Հայաստանի իշխանության այս արկածախնդրությունը բերի նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից եւ Իրանի հետ մեր ճանապարհն էլ լինի վտանգի տակ։ Ինչ ասեմ, այն որ Արցախում ձեթը մեկ շիշ ձեթը դարձել էր 10,000 դրամ, մենք դրան երանի ենք տալու։